Բարի երեկո, Ջորջ ջան։ Բարև ձեզ։ Այսօր ունենք թեմաներ խոսելու, կարևոր թեմաներ են։ Մենք փորձենք դրանից մի քանի բան ճշտել, խոսել, խոսակցությունը կլինի թե սու 30-ների մասին, խոսակցությունը կլինի շատ բաների մասին, հա։ Ուրեմն Արտակ ջան, մի հատ քանի ժողովուրդը հավաքվում է, Սյուժը արդեն մենք սկսենք կարևոր թեմայից դպրոցները գումարը հավաքելուց։ Ես տենց ինֆորմացիա եմ ստանում, որ դպրոցներում գումար մինչև հիմա հավաքում են։ Հավաքարարի փող են հավաքում, բա այս խեղճ հավաքարարի աշխատավարձը ցածր է, բան հիմա որ այն ծնողներ էլ կան, որ աշխատավարձը ցածր է, իր համար ոչ ոք չի հավաքում, հենց հավաքարարի համար են հավաքում, բայց չի մուտը։ Ռաքշայի փող հավաքել, զանավեսկի գումար հավաքել, ուսուցիչի ծնունդն, ուսուցիչի խոփանն, ուսուցիչի եսի միջնայի ինչ ասես չեն բանանում, գումարը գնում է։ Причем ես գիտեմ, որ մի քանի դպրոցներում գրած է պատին փողը հավաք չկա, դպրոցում արգելվում է։ Դες բան գրել, բայց էլի կա ծնողական կոմիտե, որն մաֆիայի ժամանակի պրոֆսոյուզները Ամերիկայի մեջ, երես պրոֆսոյուզեր, սա մաֆիայի մուտ գործերը գնում, հա, այդ ծնողական կոմիտեները բոլորի մասին չեմ ասում, բոլոր ծնողական կոմիտեների, բայց Ժողովուրդ ջան, բոլորը գիտեք, ով ունի երեխա, որ դպրոց է գնում, այդ խնդրը գիտեք դուք։ Արտակ ջան, քո մեկնաբանությունը հետո կշարունակեմ այս թեման։ Գորջ ջան, խնդիրը իրոք առկա է, եւ ինչպես արդարացի նկատեցիք, դա ոչ թե հորդորվում է, նախաձեռնվում է դպրոցի կողմից, չգիտեմ, ուսուցիչների կամ տնօրինության, ամենևին ոչ։ Դա բացառապես ծնողական կոմիտեների նախաձեռնությունն է այն դեպքերում, որ առկա է երևույթը։ Մի շարք դպրոցներում իդեպ պետք է շեշտեմ, այդ երևույթը բացակայում է։ Այդ հարցով մի քիչ զբաղվել եմ ես, անգամ բանը հասել է նրան, որ կրթության գիտության նախարարություն ես պաշտոնական հարցում էի գրել, երբ որ ծնող կոմիտեն նախաձեռնություն ցուցաբերեց, որ փող հավաքենք սրա համար, փող հավաքենք նրա համար, հա, սրա փողը չկա, նրա փողը չկա, ոնց որ հարցում ես, ասես լավ, բայց պետությունը չի տալի այս փողը, չէ, չի տալիս, բայց ես հարցում գրեցի, ոնց է, էլի, այս բաները դուք ֆինանսավորում եք, պաշտոնապես պատասխանեցին, որ այո, բոլոր այս բաները, մի հատ իրանք թվարկեցին, այն ինչը որ ես թվարկել էի, sense կետ արկետ, սա պետության կողմից ֆինանսավորվում է, եւ ոչ մի դրամահավաք չի կարող լինել, հա, այդ պատրվակով։ Այդ իրանք պաշտոնական պատասխանը ես պարզապես էլեկտրոնային էի պատասխանը, իմ հարցումն էր էլեկտրոնային, այդ պարզապես տեղադրեցի այդ ծնողական չաթում, այսպես կոչված, հա, զրուցարանում, դրանից հետո էլ դրա մասին ոչ ոք չէր խոսում։ Հիմա ես չեմ ուզում էլ ինչ որ ենթադրություններ անել, որ այդ գումարի հետ ինչ էր լինում, եթե պետությունը տալիս է, ապա ուր էր գնում այդ փողերը, ման չեմ ուզում այդ ենթադրությունները անել, բայց պարզ մի բան հասկացա, որ եթե գոնե մեկը ծնողներից նախաձեռնությունն է ցուցաբերում մի հատ հարցնի, լավ, բայց այս գումարը ինչի համար է, եւ արդյոք սրա կարիքը կա թե չէ, հարցը շատ պարզ, շատ արագ լուծվում է։ Արիջան, այստեղ մի հատ հարց խորհուրդ քեզանից, դες ես հիմա այդ խնդրը չունեմ Երևանում, բայց դու ունես երեխա, որը գնում է դպրոց։ Արդյոք չեն վախենում ծնողները, որ հիմա այս երեխուս համար ես բան ասեմ, ինչ է գումար հավաքում, վերաբերմունքը դեպի այդ երեխա կփոխվի, կտրուկ։ Շատ լավ հարց է, Գորջան։ Նայած ծնող, պատասխանեմ սենց, հա, այն ծնողը, որը որ գիտակցում է, որ եղբայրս արդեն այն հին վախտերը չեն, հա, որ դառնա, որ երեխայի վրա ճնշում գործադրեն կամ անարդար մոտեցում ցուցաբերեն, ինչա թե ծնողը արդարացի հարց է բարձրացրել, բնականաբար չեն վախենում։ Այն նրանք, ովքեր մնացել են անցյալում խոսքի, հա, եւ ոնց ասեմ, էլի դեռ չեն մոռացել այն ժամանակները, երբ որ իշխանավորների սիրուհիները, բարեկամները, հատկապես կանացի սեռի բարեկամները, հատկապես կանացի սեռի սիրուհիները, որտեղ նախորդ իշխանությունների ժամանակ հարկ կասա յուրահատուկ շեշտելու, հա, իրանք աշխատում էին պարտադիր դպրոցներում կամ տնօրեն, կամ ուսմասվար, կամ ուսուցչուհի, հա, այդ ժամանակները դեռ չեն մոռացել շատերը եւ չեն էլ գիտակցում, որ անցան այդ ժամանակները, ես շատ հույսով եմ, որ անվերադարձ անցան, հա։ Այդ զանգվածը, հա, այդ մտավախությունը ունի, ասма լավ, շարից փորձանքից հեռու ոնց էր, այս 10,000-ն է կամ 1000-ն է, ինչքան որ այա, հա, նայած ինչի համար։ Թվերը մի քիչ այդ 10,000-ով չի Արիջան, բաներ են խոսում, որ բաների դասագրքերի համար են գումար հավաքում, էլ զանավեսկի համար են գումար, այ մարդ այդ խեղճ, ասենք կա, որ մի կին է, հիմա բան է պատահել, ամուսինն չկա, բաժանվել է, չգիտեմ, մեջ կա եւ այլ, այդ կինը միտեղ աշխատում է 150,000 դրամ, ասենք գումար աշխատում, հա։ Ու այդ գնում է մեկ էլ դասագրքերի համար, պետությունը այդ գումարը տվել է, իրավունք չունեք դա անել։ Կա նրբություն, Գորջան, պետությունը 90% դեպքերում դասագրքերի գումարը տալիս է։ Կա ուրեմն բացառություն, ես հիմա ասեմ, երևի թե 3000 դրամ էր կազմում գումարը, ընդ որում ասեմ, մեկը ես փոխանցումով եմ վճարել, էլի, ասենք այդ գումարը հետ կթողել է, այսինքն գումար հավաքողը պետքա շատ անմիտ լիներ, որ ինչ որ մի հատ ձախ նպատակով այդ այնց գումարը հավաքել էլի փոխանցումներով, եղել ասել են, որ կոնկրետ այս մի դասագիրքը սենց է վճարովի է, հա։
մի 3000 դրամի չափ գումար է կազմել։ Ես հասկանում եմ Գորջան, հա իրավացից կարող է մարդու աշխատավարձը իրոք ասած 150,000 դրամն է եւ ոչ թե շաբաթական, այլ ամսական եւ իր համար 3000-ն էլ անցած ստեղծում, բայց չունեմ ասելու, սա այն ոլորտն է Գորջան, իմ խորին համոզմամբ ունի կարգավորման դեռ շատ եւ շատ կարիք, դե Գոր ոնց որ շենքը սարքելուց առաջ կապլավան են չէ եղբայր։ Հիմա մեկը կողքից գա ասի լավ, ստե գոնե առաջ հատ տեղ էր, հիմա փոս է դարել, էլ ավելի վատ է դարել։ Եղբայր փոս է դարել, որ հետո տեղ շենք կառուցվի էլի։ Անխուսափելի է այդ մի։ Արգեն, ոտ ստեղ հա մենք գալիս ենք այն հարցին, որ դպրոցը ոնց որ բանակը, ոնց որ քաղաքը կառուցելը, չկա տենց բան, որ քաղաքում վերջի շենքը կառուցեցինք, всё, այս քաղաքը պատրաստ է, այստեղ բան չկա անելու, գնացինք ուրիշ։ Ինքը միշտ պետք է զարգանա այդ դպրոցը, չէ՞, թե բանակը միշտ պետք է զարգանա, բան, դա նորմալ է։ Բայց հիմա տես այս արդիական թեմայը մի քիչ Սերժ Սարգսյանը որ մտավ դպրոց, հա, այնտեղ ինտերնետում էլ նկարներ էինք ցենք, որ քվեարկության էր մտել դպրոցի պատերի վիճակը, այդ բանը եւ այլ։ Հիմա երեք մտել ասեն Ժորժյան 1000 ներողություն էլ, բայց մի քիչ չոր Երևանցու լեզվով խոսամ։ Արա, այս դու մտել ես բանից անում էֆիրով խոսում ես, ասում ես 2 միլիոն տալեմ են, բան, տալեմ են չի ասում, 2 միլիոն տալիս են, սեցա չէ։ Բանը 23-ում համար, բա բիզնես դնեք, այդ, արա, այ բիզնեսմեն ցավը տաներ։ Ну, во-первых, քեզնից ինչ բիզնեսմեն, այ կակաչ։ Դու սախյանքը, ախր Խաչատուր Սուքյասյանը գրզոն, շատ ճիշտ բան ասել, որ են տարբեր ռազմերի բոթասով դու մտար Երևան, ախր տեսել ենք, հո այդ մենակ գրզոն չի տեսել ենք։ Արա մտնում ես միլիարդատեր ես դառնում, բան ես բյուջեից փոխումար գողանալ, բան ես լավ տեղերը, փեսուն մեսուն բանին հյուրանոցների տեղերը տանը դեսարկվեն, բանանեն, էսեն են, բիզնեսմեն է դարել։ Հիմա այլ բանը 2 միլիոնից է խոսում, ասում է բանը, աբսուրդն էլ ինչի մասին է։ Պետությունը ասում է, թող բիզնես դնի 2 միլիոն։ Այդ որտեղ է պետությունը բիզնես դնում։ Ինձ էլ է հետաքրքիր։ Այս սովետի վախտերն է մնացել, թե ինչ արել։ Պետությունը ոնց է բիզնես դնում։ Մենք բացատրիքին հասկանանք էլի։ Ես այդ հարցին էլ կանդրադառնամ, բայց մինչև այդ Գոր ուզում եմ քո ուշադրությունն էլ եւ մեր բոլոր ունկնդիրների ուշադրությունը դարձնել, փաստորեն 90-ականների Հայաստանը ինչ երանելի երկիր էր, Ամերիկայի ցենկով հնարավորությունների երկիր էր, որ մարդիկ, որոնք Ստեփանակերտում փաստորեն ու ինչի էին հասել, գիտենք բոլորս էլի, հա, Պարտկոմի մակարդակի ցենկով։ Այն մեկի երնիկներով սվիտերի մասին չխոսանք, ճակի։ Ապրես, Ախպերջան։ Այս մարդիկ փաստորեն ունեին ինչ որ տաղանդ, բայց իրանց տաղանդը Ադրբեջանում չէր կարող այս արժանավույնի գնահատվել։ Եկան 90-ականների Հայաստանը եւ տեսե միանգամից միլիարդատու միանգամից չէ, մի քանի տարվա ընթացքում միլիարդատեր դառան այդ ծակ շալվարով, մաշված սվիտերով, քո ասած այդ տարբեր չափսի բոթասներով եկած, ինչ երանելի երկիր էր Հայաստանը, Գորջան, պատկերացնում ես հնարավորությունների ինչ դաշտեր էր ստեղծվել։ Ու սենցա, Արգեն, սրանց վիճակը թե Քոչարյանի, թե Սերժի, ամբողջ Գիգորին քաղաք էր բերել։ Արա տեսելու ապշել էին։ Հասկանում ես այդ քաղաքը ու չեն կշտանում։ Մինչև հիմա ապշած են մնացել, Գորջան։ Մինչև հիմա ապշած են, հա։ И вот բանը не считав душе, բանը որ այդ աղքատությունը հոգի մեջ է, որ կա, որ ասում է աշկեցված է։ Ժորժյան շատերը զգացել եք, չէ՞ որ սաղից մոտել տես բան պատայել է, ձեռներս որ փող չկա, այ մարդ ինչը տենում ես ուզում ես։ Համ գիլաս եմ ուզում, համ կլուբնիկ եմ ուզում, համ երշիկն եմ ուզում, համ փողը որ դնում ձեռը, դե ինչ գիլաս, ինչ բան, ասենց անցած գնաց մոռացել։ Հիմա սրա ձեռը համ փողն է, համ աշկեց սովածը մնացել է, էնել եմ ուզում, ասենց ամեն ինչ տանի։ Արա հանգիստ թողեք այս երկիրը, հիմա Նիկոլը ճիշտ անում, Նիկոլը սխալ է անում։ Բայց համեմատեք ձեր ժամանակին ու տեսեք ինչ գործեր արվում։ Այսօր իրար հետ արջա խոսացել ենք, որ բանը ճանապարհները, ինչ ճանապարհներ է սարքում, բան։ Ժորժյան, քանի որ նոյեմբերյանը ինձ ես բարեկամ չունեմ դեռ, բան չունեմ, բայց այն պատերազմից բաց ստացվեց մեզ, որ նոյեմբերյանում, հա, որին մասնակցում էի, բան, այ մարդ այդ ճանապարհները, այդ որ այնց գրուզավիկը sense դղդղկալով, բանանելով sense գնում ես, մարդկանց աղքատությունը նոյեմբերյանում բան էր։ Էկոնոմիկական վիճակը ավելի վատ է, քան մնացած Հայաստանում, երևի sense ասեմ։ Բան, Արգեն, դու այսօր ասացիր, ինչ ճանապարհներ են այնտեղ կառուցվել, ինչ բան արնում, sense հա, Գյումրի ես հասնում, հիմա ժամկեսում հասնում ես Գյումրի եւ այլ։ Լավ է չեք նկատում։ Լավ է, Սերժ 2 միլիոնից բիզնեսների տեղը դպրոց սարքեցին, էդի չենք նկատում, որ դպրոցա որ սարքվում է, կառուցվում է Երևանում։ Այսօր դու ասեցիր, չէ, որ Հայաստանում ամենավատ փողոցները բանը ասֆալտը Երևանում է։ Ես եմ ասել էլի եմ ասել։ Ռայոնը, որ բոլի-մենի ասֆալտը լավ է, այնտեղ աշխատանքներ մեզ գնում են, այդ Մալասասի Սեբաստիան, այնտեղ իրոք մեծ գործ արվում, դա Ռոմիկին մեծ շնորհակալություն, այնտեղ որ բանան, բայց մնացած տեղերը Երևանը հենց կենտրոնում ասֆալտը շատ տեղեր կա, որ ահավոր վիճակում է, քաղաքապետարան հարցը դες, ինչի է դες։ Ոչ միայն կենտրոնում, Գորջան, մի շարք ծայրամասերում, արվարձաններում, զարմանալի է, էլի, ոնց որ թե Երևանը մայրաքաղաք լինելով հանդերձ պետքա ուշադրության կենտրոնում են առաջի պլանին լիներ, բայց դրա հետ մեկտեղ ես հասկանում եմ, որ հանրապետական ճանապարհները ունեն ենթակառուցվածքային շատ կարևոր նշանակություն եւ ես հասկանում եմ, երբ որ առաջնությունը տալիս են նրան, որ ասենք Պարսկաստանից եկող բեռը, հա, կարողանա հասնի նոյեմբերյան,
հարթ ճանապարհով, լավ ճանապարհով արագ գնահասնի, համ քիչ վառելիք կծախսվի, համ քիչ կախտոտվի շրջակա միջավայրը, համ կա այդ բանը, բայց ոնց որ թե հերթը եկե հասել այլ երևի թե ժամանակն է, իրոք մեքենան վարում ես փոս չկա, բայց ինքը ասֆալտ անհարթ է, էլի ասենք դու մեքենան վարում ես Արիան, միակ թեմայով խոսենք, եղբայր ջան, հարցրեցին թոշակառուների բանը, թոշակները բարձրանալը եւ այլն։ Ուրեմն Ժողովուրդ ջան, էլի խնդրեմը նրա մեջ է, որին մեկը նստած է, չգիտեմ, իր Ստրասբուրգում, իր Բրյուսելում, իր բանում, հա, բա Նիկոլ այդքան լավն է թոշակին չի բարձրացրել, հենց Բրյուսելի ապրողն է, էլի դրանով բանանգստացած։ Հիմա բանան ենք խոսում, թոշակն ասամ ջելի բարձրացել է համեմատ։ Բայց եկեք մի հատ բան հասկանանք, որ թոշակը բարձրացնելը ինքը բյուջեի վրա ահավոր ծանր է նստում։ Եթե որ մենք հաշվենք, որ 600,000 թոշակառու կա, այս փոքր Հայաստանում, եթե ամեն թոշակառուին ասենք բարձրացնենք $100, հա, թոշակը, դա $720 միլիոն է դառնում տարեկան բյուջեի վրա։ Իհարկե թոշակը պետք է բարձրացնել, ու ես կողմնակից եմ, որ կամաց քայլ առ քայլ թոշակը բարձրանա։ Բայց այդ որ sense նստած փրթում են, բա թոշակը թող, եկեք $100 չասենք, ասենք $1,000 դու բարձրացնի, ինչ եղել որ sense կարող խոսել։ Ինչ կասես թոշակի բարձրացնելու մասին, Արտակ ջան, քո ինֆորմացիան ավելի շատ է, կրոմի того ты доктор экономических наук, դու իմանաս ավելի լավ կբացատրես, քան ես։ Գորջան, ես սկսեմ թվերից, փաստերից, հա, վիճակագրությունից, ուրեմն վերցնեմ 18 թիվը որպես հենքային մեծություն, հա, եւ համեմատություն անցկացնեմ 24 թվի հետ ինչ փոփոխություններ ա տեղի ունեցել։ 18 թվին մենք ունեինք ընդհանուր առմամբ մոտ 460,000 թոշակառու եւ միջին թոշակը, միջինը, շեշտում եմ, նվազագույնը ոչ մի բանի մասին է, հասկանում եք, հա, կարող է ստանալ մի հոգի, նվազագույնը կարող է ստանալ 1 միլիոն հոգի, դա ոչ մի բան է։ Միջին թոշակն է վերցնում, ուրեմն միջին թոշակը կազմում էր մոտավորապես 40,000 դրամ։ Հիմա այս տարիների ընթացքում, նու 25 թվի վիճակագրությունը դեռ պարզա չկա, 24 թվի տվյալները եթե վերցնենք, տեսեք 10%-ով ավելացել է նախ թոշակառուների քանակը։ Սկսենք դրանից։ Եվ մոտ համարյա 10,000 դրամով, այսինքն 20%-ով, լավ, սենց ասեմ, ավելացել է միջին թոշակի չափը։ Շատ է դա թե քիչ։ Տեսեք, եթե վերցնում ենք բացարձակ թվերը, դե ինչ է, լավ, 40,000-ը հիմա դառել է 50,000, 50-ը չի, դե 49,000 կան, լավ, կլորացնենք հիմա 50,000-ը դառել։ Բնականաբար սա քիչ է թոշակառուի համար, մանավանդ միայնակ թոշակառուի համար, սա կատաստրոֆիկ քիչ է։ Հիմա լավ, վերցնենք մի հատ հարաբերական թվերով, էլի պատկերացնենք, ընկերներ, 20%-ով ավելացել է թոշակը, այսինքն սա բավականին լուրջ քայլ է արվել։ Պլյուս հաշվի առնենք, որ 10%-ով էլ ավելացել են թոշակառուները քանակը։ Այսինքն բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը, Գորջան, հա դու ճիշտ ես ասում, եթե ավելացնեն այսքանով կդառնա այսքան, հաշվի առնենք այս մի բանը, բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը ոչ թե 20%-ով է, հա, թոշակի չափով ավելացել, այլ 20% պլյուս այն 10%-ը, որը թոշակառուների աճն է, քանակության աճն է, հա, բավականին լուրջ ծանրաբեռնվածություն առաջացել։ Հիմա կներես ընդհատեմ, Ժողովուրդ ջան, որ մենք հասկանանք Քրիչկայի թոշակը ինչի հնարավոր չի բարձրանա։ Չնայած ես շատ կողմնակից եմ, շատ, բայց դուք հասկացեք մի բան, որ մենք մի հատ Հայաստանը մի հատ դաշտ էր, sense սրբած դաշտ էր, բան չկար։ Այդ ամեն ինչը պետք է կառուցվի, sense Քրիչկային ամեն ինչը հնարավոր չի, համ թոշակն է, համ ճանապարհն է, համ դպրոցն է, համ հագապարտեզն է, բանակը զինելն է, հեսա բանակի թեմային էլ կգանք, համ բանն է ու պլյուս դրան դե չկա, պատկերացրեք տունն է, պապան աշխատել է, հիմա ամսը ստանում է $1,000, այն մեր երեխին ավտո է ուզում, այն մեր երեխին բան ուզում, այ մարդ ուրախ է մտի անեն, բայց չկա, այդ է հələ որ Հայաստանի Հանրապետությունը աշխատում։ Իսկ որ այդ թոշակը բանը բարձրանա, Ժողովուրդ ջան, մեր ասելով մի հատ կրկնեմ, ՀԴՄ վերցրեք ու բյուջեն, երկրի բյուջեն բարձրանում մա դրանով։ Ես քո տվությամբ կզարգացնեմ հիմա թեման, Գորջան, եւ անդրադառնալով ամեն էլ որ ասեցի առաջարկում էր մեր տխրահռչակ նախկին նախագահան պետությունը բիզնեսով զբաղվի։ Ոչ մի պետություն բիզնեսով չի զբաղվում։ Ու այսօր, հա, այդ միջնադարը անցել է շատ շուտվանից, եւ պետությունը բիզնեսով չի զբաղվում մի պարզ պատճառով, եթե պետությունը զբաղվի բիզնեսով, մնացած բիզնեսով զբաղվողները պետք է անցնեն թոշակի, որտեղ իրանք չեն կարողանալու մրցակից լինել պետության հետ, հա։ Ինչ ես կարող ես պետության դեմ։ Հա, երբ որ ես համ խաղի կանոններն եմ սահմանում, համ խաղում եմ, դուք իմ դեմ չեք կարա, եղբայր ջան, ընթացքում ես խաղի կանոնները կփոխեմ, այնպես ոնց որ ինձ է ձեր տալի, բոլորը ձեր խաղաթղթերը դնելու եք սեղանին, վեր կանաք, սուսուփուս գաք։ Ուստի պետությունը ոչ միտեղ բիզնեսով չի զբաղվում, բայց պետությունը կարող է ստեղծի եւ ստեղծում է բարենպաստ պայմաններ նրա համար, որ բիզնեսմենը զբաղվի բիզնեսով։ Այդ ենթակառույցների զարգացումը, ընկերներ, սա հենց այն բարենպաստ պայմաններն է, որը որ պետք է ստեղծի եւ ստեղծում է պետությունը, մասնավորապես մեր պետությունը։ Ենթակառուցվածքային նախագծերը մենք գիտենք հիմնականում դա ճանապարհաշինությունն է Հայաստանում, այսօր, բայց ոչ միայն կան շատ հետաքրքիր, հա, Գորջան, կան շատ հետաքրքիր եւ հեռանկարային էներգետիկ ենթակառուցվածքային
պրոյեկտներ, որոնք հույսով եմ մոտակա տարիներին Ստացի որ շատ են գովում Աջան, հա, բայց ես փաստեր ասեմ, ես ու դու էլ խոսացել ենք, ստեղ մի հատ ինչ-որ թուղթ դոկումենտապետ Իսպանիայում։ Վայ, գնա 20 ամիսներով, տարիներով, այդ մի հատ թուղթը, որ այնտեղից վերցնես, այդ թղթի հաստատության թուղթը վերցնես, բան, մեր մոտ արածա մենք իրար հետ ֆիրմա ենք բացել, չէ՞ Երևանում։ Մի պատուհան մի անգամ մտանք, բացեցինք, դուրս եկանք։ То есть պետք է բիզնեսի համար ստեղծած այդ բաները, հա, բարագաները, որ Հայաստանում ավելի հեշտ է։ Ով դուրս ապրում է, Իսպանիայում ապրում է, հիմա այս դիտողները կան, այդպես մարդիկ կասի, որ Իսպանիայում համեմատ Հայաստանին, ահա որ դժվար է բիզնես բացելը։ Տես Գորջան, դու համեմատությունը բերեցիր Իսպանիայի հետ, չէ՞։ Հիմա ես ավելի գլոբալ բան տվյալներ բերեմ, ուրեմն կա միջազգային վարկանիշ, որը կոչվում է doing business։ Ոնց թարգմանեմ։ Բիզնես անելը, լավ, մի խոսքով, այնքանով է, հա, doing business։ Հայաստանը այս տարիների ընթացքում լավ բարձրացավ վերև այդ վարկանիշի մեջ եւ այսօր ոնց ասեմ էլ ինքը խոսքի եվրոպական մի շարք երկրներից ավելի բարձր դիրք է զբաղեցնում, այսպես ասեմ էլի, հա, այդ doing business վարկանիշի մեջ։ Ես այն մարդը, որը կարամ այդ պատվիրից էլի, որովհետեւ ֆիրմա կա համընդեղ համստեղ, ես համեմատում եմ ոնց է բիզնեսը տանել Հայաստանում ուստեղ, Հայաստանում ավելի հեշտ է։ Ու բացի դրանից նալոգները այստեղ հասնում է 53%-ի։ Էլ չի լինում աշխատել։ Իսպանիայում։ Դե հələ Իսպանիան ամենավատ օրինակը չի, ձեր հարևան երկրում Ֆրանսիայում իրավիճակը ավելի լուրջ է։ Ուրեմն Աջան, եթե թույլ կտաս, բանը թեման փոխենք, խոսենք, թե կա ավելացնելու բան։ Մի բան ավելացնեմ Գորջան, որը դու հիշատակեցիր, ես չհասցրեցի ուղղակի ծավալել այդ թեման ՀԴՄ-ների եւ հարկերի մասին։ Վերջերս մի հատ քննարկում ա եղել ինձ շատ մոտիկ եւ հարազատ մարդու հետ։ Չէ, կարևոր չի, ով է այդ մարդը։ Ոնց որ դժգոհություն կար իր մոտ այս հարկերը բանես կոմենկում եւ այս մարդը համ հարկերից էր դժգոհում, համ ցածր թոշակներից։ Հիմա ես փորձում եմ բացատրել, ասում ախր ցավը տանեմ։ Տես դու կախում ունի, կախած։ Հա, դու ասում ես ես հարկը չեմ տա, լավ, ասեք չտվեցիր։ Ու դժգոհում ես, ասում ես որ թոշակը ցածր է, բայց եթե դու հարկը չտաս, այդ թոշակը, որը վճարում է պետ բյուջեն, իսկ պետ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի հարկերի հաշվին, չէ՞։ Ոնց է այդ թոշակը բարձրանալու, էլի մեխանիզմ ինչ որ կա, որ այդ թոշակը բարձրանա։ Արտակ ջան, մեր այսպես ասած շոու բիզնեսում երկիչները այսպես ասած, այնտեղ շատ քիչ կա երկիչ, մնացած են բանը եւ այլը, գիտես, ինչեւ հիմա ինչ սկանդալ է, մեծամասնությունը բոլորը չէ, մի քանի հոգի անհատ կա մեջները, որ ասում են, չէ, հարկերը պետք է տան պետական։ Այս տեսնում եք, ինչ գորգրոց են դրել, որ իրանք չպետք է հարկ տան պետական բան։ Ինչի՞ց է ինձանից լավը, քեզանից լավը։ Այն գաչքսողից, ռազմարտունաբերության մեջ աշխատողից, վարորդից եւ այլը, դու ինչով ես լավ։ Ուրեմն Գորջան, ես ուզում եմ հիմա հնչեցնեմ, դե բոլորը գիտեն իհարկե, գրեթե բոլորը, որ Հայաստանում, ասենք, այդ կարգի, հա, ինքնազբաղվածներից կամ թեկուզ լավ ինչ որ հիմնարկում աշխատողներից վերցվում է եկամտահարկ աշխատավարձի 20%-ի չափով։ Ես ինչ մի հատ գումար չի, չէ, ես հասկանում եմ այդ 20-ը կարա ինչ որ մարդկանց համար շատ էական լինի, հա, այդ 20%-ը, բան չունեմ ասելու, բայց ախր պետք է գիտակցենք, որ մենք երկիրը, մենք բոլորս իրար հետ վերեցինք, գցեցինք խորը փոսը այս տասնամյակների ընթացքում։ Հիմա այս խորը փոսից հանելու խնդիրն է, այնպես չի որ մի հատ ինչ որ կախարդական փայտիկի օգնությամբ միանգամից ամեն ինչը դարավ շատ լավ, չէ, չի դառնա։ Բայց դարավ եկան, որ ասենք նպաստը 16000 էր, դարավ 32000, եթե չեմ սխալվում, հա, կրկնապատկվեց։ Ընկերներ, ամեն ինչը ունի իր ձևը, իր ճանապարհը, որը պետք է անցնենք իրար հետ միասին։ Չի լինի թռիչքը տեղ բան, հա, հենա Չինաստանը ժամանակին փորձեց թռիչք անել, եկան կանգնեցին կոտրած տաշտակի առջև, հասկացան, որ չէ, պետքա բնականոն զարգացման ճանապարհով գնան։ Եվ այսօր տեսնում ենք Չինաստանը իրանից ինչա ներկայացնում, հա, երբ որ հրաժարվեցին այդ մեծ թռիչքի գաղափարներից, դե մեր ու գորի հետ հասակակիցները կհիշեն այդ էլի, պալիցիկը բալշովո պրիշկա եւ այլն, հա, Մաոյի ժամանակ։ Ընդ չէ, կհիշեն ոչ թե ականատես եք եղել, այլ պատմությունից գիտեք։ Ոնց որ այդ թեմայի շուրջ այսքանն էի ուզում ասել, Գորջան։ Լավ, Արտակ ջան, դե խոսանք հիմա բանից, ռազմարտունաբերությունից մի քիչ, այսինքն բանակից, զենքից եւ այլն, հա։ Ուրեմն, սենց բան, մենք ասենք բոլորս տեսանք այն Պուչուրիկ այն Շունիկ ռոբոտին բոլորը քսել էին բան այդուրն բան Ժողովուրդ ջան հավատացեք դա մի տոկոսի չի ինչ արվում է ուղղակի այդ բաները կան էլ եմ ասում հա իրանք չունես ասելու շատ բաներ տեսել ենք Արտակի հետ շատ ռազմարտունաբերության բաներում ենք եղել մարդիկ ինչ են արտադրում եւ այլը ինչա մեր աշխատանքը անում եւ այլը բայց ամեն ինչը չի կարելի ասել բայց հիմա ցույց տվեցին այդ ինչը տեսակ դա մի տոկոսի չի բայց էլի գորգրոց սկսավ էլի բան սկսավ բայց ինչա ախր դու ինչ գիտես այդ ինչա որ դրե քննադատում ես այս բանը Սու 30-ները Հնդկաստանից իբր թե առնում են բերում են Հայաստան, բայց չկա այդպես բան։
ոչ մի սու 30 Հնդկաստանից Հայաստանը չի առնում։ Երկրորդը նստած մի հատ էլի կին Եվրոպայում բանը Գերմանիայից փախստական ամի 15 տարի այնտեղ ապրում ոչ մի բան չի անելու ինքը դիվանի նստած ինքը սու 30-ից է խոսում բանը մասնագետնա բա դրա տեղը որ մենք առնեինք բանը շվեդականն մի հատ ունդեր վաֆլի էր ուզում առնել ինքը հաստատ գիտեր էդի որտեղ է եւ այլն Ժորժյան հավատացեք ինչը պետական ինֆորմացիա է գալի փառք ասես որ մեր պետությունը բաց աշխատում հա ասում է ինչ ենք առնվել բան եւ այլն մեր մոտից էլ չի գալի եթե անգամ Հնդկաստանից ինֆորմացիան գալիս է կամ Ֆրանսիայից է գալի այդ ինֆորմացիան եւ այլն բաց բաներում իստոչնիկներում կա որ հա Հայաստանը եթե առնի այդ գործանիչները հա գործանիչի բանն էլ այդ սու 30-ի գինը գրել էին ուրեմն 12 հատի համար 4 միլիարդ պետք է տան Ժորժյան այդ գործանիչը գինը 20-ից 30 միլիոն է պլյուս եթե ինքը արդեն օգտագործած է ավելի է գինը իջնում պլյուս եթե դու առնում ես ոչ թե մի հատով երկու հատով այս կադրիլայով ավելի է բայց հաշվենք այն մաքսիմալ կաներով էլի իր ասենք 50 միլիոնա հատ է եթե ես չգիտեմ բրենջ են կախել ինչ հրթիռներ են կախել որ ինքը ասել է 50 12 հատ անում է 600 միլիոն այդ 4 միլիարդը որտեղից եք վերցրել ձեր ցավը տանեն Այդ շուխուրը տես ընկավ, սա բան են անում։ Այդ մոմենտին սա Հայաստանի բյուջեի մասին սկսան մտածել, հետո մը վերցնել չի։ Հետո արդեն Գորջյան, այդ շունիկի հա ճակերտավոր թեմայից սկսեմ, ես իհարկե շատ լավ գիտեմ, որ դու շատ լավ գիտես, թե այդ շունիկի կոնցեպտը, որ կազմակերպություններ մշակել եւ դու տեսել ես դրա երկու սերունդը եւ դա եղել է դեռ տարիներ առաջ։ Հիմնարկի անունը չեմ տալի, դու ինքդ շատ լավ գիտես, հա, ուղղակի այդ ռոբոտի վրա ուրիշ բաներ էր, ինքը ոչ թե շունիկ էր, այլ իր վրա համապատասխան զենք էր տեղադրած, դա հիշում ես, դա տարիներ առաջ էր սկսվել, այսինքն այնպես չի որ տեսան Չինաստանում դա սարքել են, մերոնք վերցրել են ընդօրինակել են, չէ, տարիներ առաջ սկսվել էր այդ մշակումը, այսօր ուղղակի հասել է իր այդ հերթական փուլին, եւ դա ինձ շատ ուրախացնում է։ Բացի դրանից հաստատ կհիշես մեր հանդիպումներից մեկը ռազմարտությունաբերության ոլորտում տարբեր նախաձեռնողների հետ եւ իմ նախկին ծառայակիցն էր, հա, այդ պատերազմի ժամանակ մենք իրար հետ ծառայել էինք Գեշտաբում, ինքը հիշում ես ինքնուրույն իր ավտոտնակում սարքել էր, նո, տենց բան չէ, բայց բավականին հետաքրքիր բան։ Մեր ժողովուրդը տաղանդաշատ ժողովուրդ է, ես սա մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ եմ ասում եւ մենք կարող ենք ակնկալել, որ մեր մոտ ռազմարտությունաբերության զարգացումը կլինի, չեմ ուզում ինչ-որ զուգահեռներ անցկացնել այս երկրի այն երկրի, հա, կլինի ըստ արժանավորինի, լավ մակարդակի վրա։ Գիտեք, բիզնեսի ժողովուրդը միշտ ասում է, պետությունից մենք օգնություն չենք ուզում, չենք էլ ակնկալում, մենք ուզում ենք մի բան, որ մեզ չխանգարեն։ Այս կառավարությունը, դե գիտեմ որ դու գիտես դա, հա, բայց ոնց որ ունկնդիրների համար եմ ասում, այս կառավարությունը վերջապես չի խանգարում բիզնեսին, այդ թվում ռազմարտությունաբերական բիզնեսին, իսկ դա պակաս բիզնես չի, իմիջիայլոց, շատ հզոր բիզնես է, հա, ոչ մի սաշիկ այսօր մանրածախ, հա, չի գալի ասի, գիտես ինչ կա քո հիմնարկի կեսը բաղվանից հիմնադառնում եւ այլն, հա, ոչ մի հարկայինի ինչ որ ճակատներ, հաստաճակատներ, հաստավիզներ չեն գալի ասում դու պետք է այսօր $10,000 վճարես, թե չէ վաղը կվճարես $100,000 արդեն դու գանք որպես, հա, այդ ամեն ինչ այդ ճնշումը բիզնեսի վրա որ վերացել է, մարդիկ հիմա իրանց հնարավորությունը վերածում են վերջնական ինչ որ արտադրանքի եւ փառքասու որ մենք այսօր մենք հնարավորություն վերջի թեման էլ եթե բան չկա ուրիշ թեմաներ ավելացնելու վերջի թեման էլ հեսա ընտրությունները Էշնադինում լինելու Ժորժյան ավելի մոտիկ ընտրության օրը ես կասեմ իմ կարծիքը բայց հիմա ի սկզբանե ես ձեզ ասեմ Գյումրիի նման չխապնվեք այդ կրակը չընկնեք որ ընկավ Գյումրին Էշնադին էլ բան որոշող քաղաք է Էշմիածինը Երևանին կպած քաղաք է, Էշմիածինում մեր եկեղեցին է գլխավոր բանն է, Էշմիածինը շատ հարցերում ինքը շատ կարևոր քաղաք է։ Գյումրից պակաս քաղաք չի։ Չսխալվեք այդ նույն բանը օինը ձեր գլխին չբերեք, ոնց որ գյումրեցիները բերին իրաց գլխին։ Միանում եմ քո հորդորին, Գորջան, մենք բավականին քարքրոտ ճանապարհ ենք անցել ընկերներ, հա, բայց առ այսօր ոնց որ կարողացել ենք մեր նվաճումները մի կերպ պահել, հա։ Այդ նվաճումները որպեսզի կարողանանք դարձյալ պահել չընկնի էլի դառնա շամփայ ոնց որ ասած հա մեր այսօրվա նվաճումները մեր բոլորի մեր երկրի դրա երաշխիքներից մեկը լինելու է այն որ նախկինները չգան իշխանության սա ոնց ասեմ էլի դե շատերն են արդեն բարձրաձայնում որ լավ դե ինչքան կլինի այս ընտրությունը միայն նախկինների եւ ներկաների միջեւ մենք ինչ որ երրորդ ուժ ենք ուզում ընկերներ երրորդ ուժ է դա հիմա հա ուզում եմ ես երրորդ ուժ ուզում եմ չկա բոլորս, հələ ես 4-րդը կուզեի, 5-րդը, ինչքան քաղաքական ասպարեզում ընտրությունը լայն է լինի, ոնց որ մարդը որ գալիս է խանութ, չէ, ինչքան այնտեղ ապրանքատեսականին ավելի լայն է, այդքան ինքը ավելի լավ է իրան զգում, այդքան ինքը ավելի պաշտպանված է իրան զգում։ Լավ, չկա ասենք այս կազմակերպության արտադրանքը, հա, երշիկը չկա ասենք, չգիտեմ, բեկոնինը, դե կարմի աթենքինը, դա խոսքի օրինակ, հա։
նույնը քաղաքական ասպարեզն է, չկա այս ուժը, ոչինչ իր տեղը կա այս ուժը, բայց այսօր ընկերներ մենք չունենք այդ քաղաքական դաշտը, որտեղ լինի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ուժ։ Այսօր ռեալ ձայն հավաքող ուժերը երկուսն են, նախկինները եւ ներկաները։ Ցավոք, մեծ ցավով եմ սա ասում, շատ կուզենայի տենչում եմ, որ լիներ բազմազանություն։ Խոսքը գնում է իհարկե ողջամիտ ուժերի մասին, էլ ընկերներ են, ինչը Գյումրիում շատ գորջան ճիշտ նկատեցիք, շատ դիպուկ։ Գյումրիում կար այդ բազմազանությունը, դե հազար ներողություն, էլի արի ու թրիկի տարբեր տեսակներից ընտրի լավագույնը։ Մարդիկ էլ կատարեցին այն ընտրությունը, որը որ բերեց այդ, ինչ ասեմ, էլի այդ զավեշտալի արդյունքին։ Դա զավեշտ էր։ Ականատեսանք դրան։ Միանում եմ Գորջան, քո հորդորին։ Հա, Գյումրիում ուղղակի բաներ կա, որ անձնական բաներ է, ես հիմա չեմ հանրայնացնում։ Բայց ես շատ լավ գիտեմ, թե Սպարտակին, Վարդանիկի տղուն, թե Վարդանիկի հետ ա եղել վատ շփում եւ այլն։ Գյումրին ես շատ լավ գիտեմ այդ մարդիկ ինչին են ունակ, ինչ կարան անել, ինչեր են արել։ Հիմա բոլոր դեպքերում դատը գնում է, բանը գնում է, չեմ խորանում է, հա, արդեն ամեն ինչը դատարանը կանի։ Բայց այդ մաֆիա իրանք ռուսական մաֆիա գիտեք, բոլորը ռուսամա, ախր այդ թեմայով խոսել ենք, որ ախր իրանք մաֆիա էլ ռուսները մաֆիա չունեն։ Ու չեն ունեցել երբեք։ Իրանց պրեսան մցրեց իրանց թերթերը բան, հա, որ вот русская мафия, բայց у вас были бандиты, мафии у вас не было։ Ոչ մի ռուս մաֆիոզ չէր կարող ոչ դրագետայի հետ խոսալ, ոչ կոսանոստրայի հետ խոսալ, լուրջ մաֆիաներ որ կան, էլի։ Ով պետք է խոսար, ինչ պետք է խոսար ընդ։ Յապոնչիկ միած սարքել էին ասված բան էին արել, որ յապոնչիկը կարար կոզանոստրայի հետ նստել բան անել, հարց լուծել, կոպիտովի շուտ բան բանջեր։ Այդ իրանց պրեսան արեց, որ դες Իշքան բանդիտская власть, бандитская психология, չէ՞ Ռուսաստանում, որ даже մաֆիայով իրանք փորձում էին բարձրանային, դուք տեսեք ռուս մաֆիայից սա բախվում են եւ այլ։ Արա ու այս Վարդանիկի նմանները այդ կուտը կերած, որ մաֆիան էլի լավ բան է, այսի գնացել է, խորացել է, մաֆիա բան, sense բաներ իր տվեք, տղեկ ջան, դուք մաֆիա չեք տեսել, ու չեք տենա, երբեք։ Միտոտուրվին։ Թե Վարդանիկ կլինի, թե Վարդանիկից 10 գլուխ բարձր մարդ կլինի, ձեր ուրվինի ուրիշ է, դուք չեք, նրան կյանքում չեք հանդիպի։ Ну, ես կարող եմ մի քանի բառ ավելացնել, հիմա չեմ ուզում շատ խորանամ, հա, թեմայի վերլուծության մեջ, ակունքներից մի երկու բառ ասեմ, մաֆիան առաջացել է որպես ֆրանսիական զորքերին դիմադրողների միություն, այսպես ասած, հա, ոնց որ մեր ֆիդայիներն էին, հա, երբ որ Ֆրանսիան օկուպացրել էր Սիցիլիայի տարածքը, որոշ գյուղացիներ թաքնվեցին սարերում, քարանձավներում եւ իրանք պարտիզանական պայքար էին վարում։ Ուտեղ չունեին դիմել ուրիշ քան Հա, դիմում էին իրանց, կա նաև պատմական sense բացատրություն, որ մաֆիա դա հապավումն է, morte alla Francia, Italia anima, այսինքն Ֆրանսիայի կործանումը Իտալիայի վարձանկությունն է։ Մի խոսքով դա իրոք շատ ուրիշ արմատներ ա ունեցել եւ կազմակերպված հանցավորության հետ ցակման փուլում ոչ մի կապ բացարձակապես չի ունեցել, հա։ Դա պարտիզանական շարժումներ։ Հետո ճիշտ է, վերածվել է Էլի իմ հասակակիցները կհիշեն ու դու Գորջան շատ լավ գիտես, ես կարող եմ զուգահեռ անցկացնեմ գվարդիականների հետ ժամանակին ստեղծվեց որպես, ասենք, կազմակերպված հանցավորության դեմ Երևանի գվարդիականների մասին է խոսքը, որ գողերի դեմ չկարացավ, պետությունը ստեղծեց գվարդիան գողերից մեկը դարավ, ավելի պետք է բանդիտներ դառան։ Ну, արդյունքում, բայց սկզբում հիմա բանը թողմախիմերը գվարդիական ա եղել, դա ասել եմ մի անգամ էֆիրում, Գորջան, ու մենք ինքը չէ։ Այնտեղ խելի կարկառուն դեմքեր կան, որ գվարդիական են եղել եւ այլն։ Այդ է մաֆիան սինդիկատներ ա բացում, մաֆիան անես բաներ անում, որ լավ, չէ, ես ուզում եմ ուղղակի խոսայի, ես եկանք հասանք մաֆիային, որ Էշմիածինի Ժողովուրդ ջան, այս բաներին հավատալ, Էշմիածինին գողականը մի քիչ մտածա, էլի մարկանց մեջ բանը մտածա, Ժողովուրդ ջան, հավատացեք, այնտեղ չկա ոչ մի սիրիոզնի մաֆիա, ոչ մի բան լուրջ ուժ եւ այլ։ Այնտեղ էլ են բանդիտներն են գալու, ում դուք ընտրելու եք, եթե տես հանգարց քալի գնացիք, ու են գնելու եք, այն օրը ինչը կար։ Իսկ Էշմիածինը այնտեղ կարա կառուցվի, մի արտակարգ տեղ դառնա, Էշմիածինը կարա փող անենց աշխատի, մենակ տուրիզմն եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Անենց գումարներ կարա մտնի Էշմիածին։ Հույրանոց մի հատ չկար։ Մի հատ ID չկար։ Երևանից որ գնում ենք Էշմիածին, աչի վրա վաղարշապատեն շենքերը տեսնես, որ տուրիստ էդի տեսնի, ասի, այդ ինչ աղոր վիճակը։ Ավելացնեմ Գորջան։ Էդի բան կլինի։ Իսկ ումտրեմ իմոթել դեր բանա Ժողովուրդ ջան, ես խոսում եմ երկու կանդիդատների հետ։ Հա, ով ավելինը կասի, ում ծրագիրը ավելինից դուր եկավ, ես իմ խորհուրդը կտամ այդ մարդուն ու կբացատրեմ ինչի համար էս մարդուն։ Սենց բան Արտակ ջան, ավարտենք այսօր երևի։ Քո վերջի ասածին զուտ ավելացնեմ են, որ Էջմիածնեցիք ցավոք այդ դառը փորձը արդեն մեկ անգամ ունեցել են եւ ամբողջ քաղաքը գտնվում էր մի դուսպրծուկի լծի տակ, որը
վերջում կյանքի իր ավարտին մոտիկ իր իսկական երեսը դե չէ մեզ համար ասենք հա ի սկզբանե բարձր բայց արդեն ամբողջ ժողովրդի արչև բարձ դառավ թե ով է այդ անձնավորությունը Ախա, ինչեր իրենց անենց փոքր ներկայացնում ավսյոտեկի Երևանը Հայաստանը, անենց փոքր արդյա, որ մենակ ես դու չէինք, բոլորն էլ գիտեին ինչով էր շնչում, ինչ էր անում եւ այլը, թե ինքը թե իր կողքեն մանգլավիկները եւ այլը, ախր բոլորն էլ գիտեն։ Հետո ավելի մայից հետո սկսեցին խոսալ, բա մավելը չէ, գիտես, իսկական գեներալ բան, Ջորջան լավ էլի։ Վերջացրեք այդ ամեն ինչը, հա, այնտեղ այդ ձեր իսկական աստված գեներալին այդ ասողները, մի հատ դուս աբգունաներ Դեցուս կտարկես իսկական գեներալներ, իսկական մնացածներ, մնացած լիքը բաների մասին չեմ ասում։ Դոյս Արտակը շատ ճիշտ է ասում։ Էշմիածինը այդ օրերը ապրել է։ Օրեր չէ, տարիներով եք ապրել։ Հիմա մի հատ ստապվեք ու մտածեք, արա կարող է մենք հիմա շանս ունենք մեր ձեռով չգնանք էլի այս կրակ ընկնենք։ Այդքանը երևի Արտակ ջան։ Գորջան, կիսում եմ քո բոլոր ասածները, ինչ ասեմ։ Ես էլ եմ մտածում այդ նույն ձև, լիովին նույն ձև։ Միանում եմ քո այդ բոլոր հորդորներին, եղբայր ջան։ Եվ կարծում եմ մենք պետք է խոստանանք մեր ունկնդիրներին, որ շատ ուշ չենք անի հաջորդ նման եթեր, էլի։ Իհարկե։ Յորյան, բոլորիդ շնորհակալություն, որ նայեցիք, բոլորիդ շնորհակալություն, որ մեր հետ եք։ Շատ բաներ կա, որ ես գիտեմ ոնց որ դուք խոսակ որ ասում եմ, որովհետև հա, այս բաների մասին ենք խոսում, որ բոլորն էլ են ասում, չէ՞։ Հա, բաներ կարող լինեն, որ չհամաձայնվեն, բայց այս խոսակցությունները հա, մեզ մի քիչ ավելի օգնում են իրար ավելի ճիշտ հասկանալ։ Խոսալով կարող է ես էի սխալվում ինչ որ բանի գնանք, որովհետև հա, էֆիրի վերջում ես բոլոր կոմենտները կարդում եմ, ինչ որ բան կարող է փայլում միտ գամ, ես էֆիրում ենք խոսանք, զրուցենք այդ թեմայով դիսկուսիա անենք եւ այլն։ Բոլորին շնորհակալություն, գրկում եմ բոլորին։ Արտակ ջան։ Շնորհակալություն բոլորին ամենալավն ու բարին։ Մինչ նոր հանդիպում։